Հնարավոր է որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք ձեր պլանների Ոչ, որովհետև դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները բողոքարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանվում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն impeachment-ի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի եւ դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Պարոն Սարգսյան, գնալու վիճակը վատթարանում է կալանավորել համենայն ինչպես պատմել ձեր պլանների մասին։ Օրինակ դաշինքներ, գիտեմ, մի ինչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կուղարկեք, օրինակ։ Ինչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ինչ պլաններ կան։ Մենք այլ պլան չունենք, քան impeachment-ի գործընթացը առաջ տանելը։ Եթե ուրիշներ այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն, մենք հաշվարկով դա կլսենք։ Ինչ եք ասում։ Պարոն Սարգսյան, գնալու վիճակը երկրի կարծես վատանում է, եկեղեցու դեմ արշավել, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, հա, այսպես քրեականի տակ։ Այս ամենում դուք ձեզ երբ որ մնում եք մենակ մեղավորության զգացում ունենում եք։ Եթե նույնիսկ այս փոքր խմբում մեկը կա, որ ինքը կասի երբեք ինքը մեղավոր չի եղել։ Դե 18 թվի իրադարձությունների շատ լավ։ Այս գործով արդարացրած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվեց եւ նա հեռացվեց դատական համակարգից։ Մտավախություն չունեք, որ եթե ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն նույն ճակատագրին կարողանան։ Բայց ինչ կարող եմ այդպես անել։ Դատավորները իրենք են որոշում արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։ Մեկ դաշինքով Հովանավանքում տեղի ունեցածին ինչպես եք գնա։ Ես չեմ էլ ուզում այդ հայտարարության արձագանքը։